Այս աղցանը այնքան համեղ է ստացվում, որ դժվար թե կարողանաք հասցնել դնել սեղանին, վերջանում է հաշված րոպեների ընթացքում։ Եթե սիրում եք խրխրթան թթու վարունգով, ձիթապտղի հատիկներով, սպիտակուցների հարուստ պաշարով աղցաններ, ուրեմն փորձեք պատրաստել նաև այս տարբերակը։ Աղցանը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են շատ քիչ բաղադրիչներ՝ մի քանի հատ թթու վարունգ, ձիթապտուղ, եգիպտացորեն, խաշած հավի կրծքամիս, գազար, մի փոքր փունջ սամիտ, համեմունքներ, թթվասեր և մայոնեզ։ Մարացնում ենք սամիթը, ցողունային հատվածները չենք օգտագործում, որպեսզի աղցանի մեջ չոր հատվածներ չլինեն։ 150 գրամ անկորի ձիթապտուղը բաժանում ենք օղակների, մանր խորանարդների ենք բաժանում մարինացված վարունգը, քերիչի խոշոր անցքերով անց ենք կացնում գազարը։ Այս աղցանը կարելի է պատրաստել ինչպես թթու դրած, այնպես էլ մարինացված վարունգով, երկու տարբերակով էլ անչափ համեղ է ստացվում։ Մարաթելերի ենք բաժանում նախապես թույլ աղաջրի մեջ եփած մոտ 300 գրամ հավի կրծքամիս։ Ինչպես տեսնում եք, պարզ մատչելի բաղադրիչներով արագ պատրաստվող աղցան է, որի համը վստահեցնում եմ երկար կհիշեք։ Եթե առողջ սննդի կողմնակից եք, թթվասերի և մայոնեզի փոխարեն կարող եք ավելացնել 1-2 ճաշի գթալ ձիթապտղի ձետ, այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Բոլոր բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ, համեմունքներից օգտագործում ենք սև պղպեղ, մի փոքր խմելի սունելի և աղ, չմոռանալով, որ գրեթե բոլոր բաղադրիչները արդեն իսկ աղ են պարունակում։ Ավելացնում ենք 1 ճաշի գթալ թթվասեր, նույն չափ մայոնեզ և բաղադրիչները մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն։ Վերջում ավելացնում ենք մի քանի հատ ամբողջական ձիթապտուղ՝ գեղեցիկ տեսք հաղորդելու համար և մատուցում ենք։ Բարի ախորժակ։